Թվեր, փաստեր եւ ֆինանսներ ամփոփում ենք շաբաթը Banks News-ի հետ։ 2025-ի առաջին կիսամյակում Հայաստանի պետական պարտքն աճել է 4.5%-ով, հասնելով 13.8 միլիարդ դոլարի։ Այս մասին է հայտարարել ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Հայաստանում 2025-ի հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում վարձու աշխատողների թիվն ավելացել է 5%-ով, պայմանավորված առևտրի, շինարարության, ինչպես նաև պետական կառավարման եւ պաշտպանության ոլորտներում աշխատողների թվի աճով։ Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ 2026 թվականի պետբյուջեի մասին նախագծին։ Պետբյուջեի եկամուտները նախատեսվում են 3 տրիլիոն 91 միլիարդ դրամ, որից հարկային եկամուտները 2 տրիլիոն 972 միլիարդ դրամ են։ Հաստատված բյուջեն ի դեպ ներառում է առողջապահական ապահովագրության գործարկում։ 2025 օգոստոսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 33.4%-ով, արտահանումը 40.8%-ով, իսկ ներմուծումը 28.3%-ով։ Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ Հայաստանի սպառողական շուկայում գնաճը կազմել է 3.6%։ Իդեպ Հայաստանը ամենաշատ ապրանք է արտահանել հետևյալ 3 երկրներին՝ Ռուսաստանի Դաշնություն արտահանման ծավալի 35.96%-ով, Արաբական Միացյալ Էմիրություններ 27.92% եւ Չինաստան արտահանման ծավալի 8.18%-ով։ Եվ վերջում լավ լուր առցանց գրումների սիրահարների համար Onex-ում արդեն իդրամ կա, ինչը նշանակում է, որ Onex-ի հաշիվը իդրամի հաճախորդները կկարողանան համալրել հենց Onex հավելվածում մի քանի հպումով եւ վայրկյանների ընթացքում։